Միջազգային ակադեմիական համայնքը չի համակերպվում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության որոշման հետ։ Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ նշանակում։ Ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում բերի։ Երբ վարչապետ Փաշինյանը գսե, թե դոկտոր Էդիտա Գզոյանի արածը սադրիչ գործընթաց մնե, որը քիրքը վերապերի ամերիկյան պատմության, ամերիկյան մամուլին, այսինքն ես կնկատեմ շատ դհաճ եւ լուրջ խախտում բոլոր սկզբունքներուն։ Գարաչարգեմ կամ կպահանջեմ ավելի ցեվով, որ դոկտոր Գզոյանը վերադառնա իր պաշտոնին։ Բաց նամակում գիտնականները շեշտում են, անկախ գիտական ձայների լրացումը հանուն քաղաքական շահերի վտանգավոր նախադեպ է։ Ըստ նրանց, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին կառավարությունը փորձում է խուսափել ադրբեջանական վայրագությունների մասին օբյեկտիվ քննարկումներից։ Նեբրասկայի համալսարանի պատմության պրոֆեսոր, ականավոր ցեղասպանագետ Պետրոս Տեր-Մաթոսյանը տեղի ունեցածը համարում է աննախադեպ եւ անընդունելի ճնշում։ Անկախ եւ ազատ միտքն է, որ արժե բիդանի գիտությունը։ Եվ այսօր, եթե ասենք որևէ ակադեմիական գործընթաց կամ հետազոտություն միշտ աչքի առջև առնե կառավարության քաղաքականությունը եւ ադոր նման ուսումնասիրե կամ դանի իրենց աշխատանքները, ասել ենք այլևս դարձանք սովետական շրջան։ Միջազգային գիտնականներն իրենց նամակում հատուկ ընդգծում են Էդիտա Գզոյանի բացառիկ ավանդը։ Նրա ղեկավարությամբ թանգարան ինստիտուտը հասել է միջազգային ակադեմիական մեծ ճանաչման, ընդլայնել է արխիվային հավաքածուները եւ կազմակերպել առանցքային գիտաժողովներ։ Գիտնականները զգուշացնում են, Գզոյանի հեռացումը ոչ միայն կխաթարի ինստիտուտի աշխատանքը, այլև վանող ազդակ կլինի աշխարհի առաջատար գիտնականների համար, խաթարելով գլոբալ ակադեմիական համագործակցությունը։ Բադահածը անարդար է։ Ցեղասպանագետները նաև կպայքարեն ցեղասպանությունների ժխտումով, որ ներառյալ մեջը կմտնե նաև Արցախի էթնիկ զդման ժխտողությունը, որ հարաճած է այսօր միջազգային գետնի վրա Ադրբեջանի եւ Թուրքիո միջամտությամբ։ Ցեղասպանագետները հիշեցնում են, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը լոկ տուրիստական վայր չէ, այն պատմական հիշողության կենտրոն է եւ ժխտողականության դեմ պայքարի գլխավոր պատվարը, որի ղեկավարումը պետք է հիմնված լինի բացառապես գիտական վաստակի, այլ ոչ քաղաքական նպատակահարմարության վրա։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։